Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 29-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Հայաստանի հետ կապված մի թեմա, որը հանրությանը շատ է հետաքրքրում, դրան կանդրադառնամ, հետո Հայաստանին վերաբերվողները կասեմ աշխարհաքաղաքական իրադարձություններից հետո։ Այսօր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը փակ հանդիպմամբ պաշտպանության նախարարի հետ քննարկել է բանակից գումարի դիմաց ազատման անվանումը ստացած նախագիծը։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ քաղաքացիական պայմանագիր պատգամավոր Արմեն Խաչատրյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկումից հետո ասել է. Նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում եւ մինչեւ բոլոր մտահոգությունները չփարատվեն նախագծի հետ կապված նաեւ հանրային կարծիքը պետք է հաշվի առնվի, նախագիծը դեռևս քննարկման փուլում կմնա։ Իսկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել է. բանակից փողով ազատվելու նախագծի մասին, էլի հանրային կոնսենսուսը կաղում է, երկար ճանապարհ պիտի անցնենք։ Քննարկումների փուլում պետք է գտնենք լուծումներ, կամ այո, կամ ոչ։ Այսինքն ակնհայտ է, որ արդեն սա հետաձգվելու է, իրանք հանգամանալից ուսումնասիրելու են նաև հասարակական կարծիքը այդ բոլոր հարցերը, որոնք որ բարձրացված են։ Հիմա ինչ եմ ուզում սրա հետ կապված ասեմ, Ժողովուրդ ջան, փաստորեն տեսեք, իշխանությունը, կառավարությունը տվել է դրական եզրակացություն եւ ներկայացրել հիմնավորումներ։ Պատկերացնում եք, օրենքի նախագծի վրա օրերով, ամիսներով աշխատում են։ Եզրակացության վրա էլ աշխատում է կառավարությունը, բերում է, հասցնում է տեղ, կառավարության նիստին նախարարներ հանդես եկան, պաշտպանեցին այդ տեսակետը, հիմնավորումներ բերեցին, բայց դրանից հետո այդ ամիսների չարչարանքով որ աշխատել են ու այդ կառավարությունում որ աշխատում են, իրանց ինֆորմացիան հաստատ ավելի շատ է, քան իմը կամ իմ նման մեկին է, չէ՞։ Եվ կարող են հասարակական կարծիքներ ասեն համապատասխան կառույցները վերլուծեն, եւ իրանք կարող են համապատասխան ինֆորմացիաներ ստանալով վերլուծեն։ Բա ո՞նց եղավ, որ դուք հասարակական կարծիքին ծանոթ չէիք։ Հետո գնաց ազգային ժողով, հանձնաժողովի նիստից հետաձգվեց, հիմա էլ քննարկում եք ու ասում եք, բա գիտեք ինչ, այս հարցը պետք է մի հատ լուրջ քննարկվի։ Բա ինչ էիք անում մինչև այդ։ Ես ինչ եմ ասում, այս անպատրաստ լինելու հոմենակ այս հարցին չի վերաբերվում։ Անպատրաստ է մեր կառավարությունը, ոչ թե կոնկրետ օրենքի նախագիծը։ Ինչու, որովհետև եթե դուք մի բան ասում եք, օրվա հրատապ ինֆորմացիան լսելուց հետո, մի քանի ժամ հետո մտնում ենք եթեր ու ասում ենք դրա հավանական բոլոր թերությունները։ Բա չհասկացանք, բա դուք ինչով եք զբաղված։ Երբ որ ձեր ամիսների ասածը օրվա մեջ հրատապ լսելով կարելի է մի քանի ժամ հետո կամ մի քանի րոպե հետո ասել էս թերություններն է, որից հետո դուք լսեք հանրային կարծիք եւ հետո հասկանաք, որ սխալ եք արել։ Բայց զարմանում եք, որ ժողովուրդը ինձ կամ իմ նման մարդկանց է լսում, ոչ թե ձեզ։ Բայց եթե մեզ չլսեր, ձեզ լսեր, պետք է իմանար, որ սա հրաշալի օրենք է, լավ էլ հիմնավորել էիք։ Հետո զարմանում եք, ասում եք Ժողովուրդ ջան, բա մեզ ինչի եք լսում։ Մենք լսում ենք նրանց, ում որ դուք եք լսում։ Որ իմանանք ինչ ենք անելու։ Ավելի պարզ բան, բասա այս հարցն է, որ հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ կարևոր հարց է, ինչքան լրջությամբ պետք է պատրաստվեին։ Այս մարդիկ բոլոր հարցերում են այս ձևի, ախր։ Ես սա կառավարության եզրակացության մասին եմ ասում, ոչ թե ինչ որ մեկ օրենքի նախագիծ է բերել, մի օր լավը կբերի, մի օր վատը չեք ընդունի։ Ընդհակառակը կառավարությունը մի բան է խստացրեց, բերածը ավելացրեց, ավելի շատ պետք է գումար տան, այսինքն ինքը հավանություն տվեց, ու դա հենց իրանց սրտից բխած ծրագիրը մի բան էլ ավելի խստացրեց։ Ես եւ քանի օր հետո կանգնում են, ասում են, Ժողովուրդ ջան, բա չեք տենում ինչա կատարում, այս հանրությունը անենց հարցեր առաջ քաշեց, բայց ձեր գործի անունն ինչ էր, որ այդ հարցերը նոր պետք է առաջ քաշվեր, որ դուք իմանայիք։ Լավ է, որ լսում եք հանրային կարծիքը, բայց վատ է, որ
եթե հանկարծ հանրային կարծիքը նման աղմուկ չբարձրացնի, հիմնավորումներ չբերի, լավ էլ ձեր ուզածը կանցկացնեք, այդ մի բան, որ տեսնում եք, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնացնի։ Բա մենք անհանգիստ ենք, չէ՞ մեր երկրի համար։ Անհանգիստ ենք, որ այս ձևով ընդունվում է ցանկացած որոշում, որ մի հատ սվիններով եք ընդունում հանրային կարծիքը, ինչ եք ուզում, մենք լավ բաներ ենք անում, չեք թողում անենք եւ այլ եւ եթե լավ բան եք անում, բա շարունակեք արեք, բան չեք քննարկում։ Լավ բան եք անում, կանգնեք ասեք Ժորժ ջան, դուք ինչից եք խաբար։ Մենք ենք տեղեկատված, մենք ենք փորձառու, մենք ենք աշխատում, մենք ենք գործադիրում։ Այդ պաշտոնները գրավում, այդ ինֆորմացիան ստանում, հանգիստ ձեր տեղը նստեք, մենք գիտենք ինչ ենք անում։ Բա ուր է ձեր իմացածը։ Հիմա նայենք աշխարհը ինչա կատարում, էլի Հայաստանի հետ կապված թեմաներ կա, դրանք կանրադառնանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը կասկածներ է հայտնել Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, ասելով, որ չի ցանկանում, որ պատժամիջոցները խանգարեն հրադադարին։ Եթե կարծում եմ, որ մոտ եմ համաձայնության, ապա չեմ ուզում դա անելով փչացնել գործընթացը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է միտումնավոր ձգձգում է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ բանակցությունները, ասել է Տրամփը հիասթափություն հայտնելով վերջերս ռուսական ռմբակոծությունների կապակցությամբ։ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ չի կարող ասել, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը։ ԱՄՆ-ին 1.5-2 շաբաթ է պետք հասկանալու համար, արդյոք Ռուսաստանը ցանկանում է հակամարտության ավարտ։ Ռուսաստանի մասին իր խոսքերը բարձրաձայն են հնչում, եւ որ ինքը այլ կերպ կարձագանքի, եթե պարզվի, որ Պուտինը հիմարացնում է Միացյալ Նահանգներին։ Իդեպ չգիտեմ ինչի է Դոնալդ Տրամփն ասում Պուտինը հիմարացնում է Միացյալ Նահանգներին, դե Միացյալ Նահանգներում ոչ մեկը հիմարացված չի։ Եվ Միացյալ Նահանգները այնպես չի, որ մարդիկ կիսում են Դոնալդ Տրամփի հետ քայլը։ Եթե չի ուզում եզակի ասի, թե Պուտինը ում է ուզում հիմարացնի, հոգնակի ասելը հաստատ չի փրկում, որտեղ ի սկզբանե Դոնալդ Տրամփը ավանսով արդեն Պուտինին ժեստեր էր անում, առանց մտածելու դրա հետևանքների մասին։ Մենք մտադիր ենք պարզել նա մեզ խաբում է թե ոչ, եւ եթե խաբում է, մենք փոքր ինչ այլ կերպ կարձագանքենք, ասել է Տրամփը։ Այսինքն մոտարապես ինքը տալիս է ոչ թե 1.5-2 շաբաթ Իրան, որ հասկանա ինչա կատարում, այլ նաև Ռուսաստանին, որ մի հատ կողմնորոշվի ինչ է անում, որպեսզի մենք էլ իմանանք մեր վերաբերմունքը։ Այո, շատ ցավալի է, որ այս կարգի հարցերում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որ կարծում է շատ արագ այդ հարցը կլուծի եւ ամբողջ նախընտրական քարոզչությունը կառուցած էր պատերազմը դադարեցնելու վրա, եւ հիմա տեսավ արդյունքում ինչա ստացվում եւ ուզի թե չուզի կոշտացնելու է վերաբերմունքը, որտեղ Միացյալ Նահանգների դերակատարությունը նվաստացնելն ու նվազեցնելը աններելի սխալ է։ Եվ դրա համար կարծում եմ, որ գոնե կամաց ինչ որ մի առիթով մտածելով, որ Պուտինն է մեղավոր, գցի նրա վրա, առավել եւս Պուտինի այս ագրեսիան, որ արդեն ասեց, որ եթե հանկարծ թույլ տան հերահար հրթիռներով հարվածեն Ռուսաստանի քաղաքներին, մենք է սահմանափակումները կհանենք, մենք է կխփենք հակառակ ուղղությամբ, մյուսներին կհարվածենք, ավելի անտրամաբանական բան չկա, եթե դու ասում ես զենք վաճառքի համար, Իրանն էլ է քեզ տալի բալեստիկ հրթիռներ ու դու խփում ես ուկրաինական քաղաքներին, Հյուսիսային Կորեան էլ է տալիս, բայց ոչ մեկի Հյուսիսային Կորեային պատերազմ չի հայտարարում, չէ, ասում ես զենք դե առել ենք, էլի։ Այսինքն դու համարում ես, որ եթե զենքը Գերմանիան տվել է, որ այդ զենքը առել է, նա խփում է, դու քեզ իրավունք ես վերապահում Գերմանիային հարվածես։ Իսկ սա ես խոսում է նրա մասին, որ Եվրոպան է կողմնորոշվի, թե ում հետ գործ ունի։ Այսինքն երկակի ստանդարտը, երկակի լկտիությունը, նույն ստանդարտ էլ չի։ Այդ ուղղակի մարդիկ իմանում են, չէ՞ որ ասում են Ժորժ ջան, հիմա հասկացաք ինչ է կատարվում։ Ես հարձակվում եմ Ուկրաինայի վրա, զենք եմ առնում Իրանից, զենք եմ առնում Կորեայից, բայց եթե հանկարծ Ուկրաինան ուրիշի զենք է առնում ու ինձ է հարվածում, այն դեպքում երբ որ իրանք նրա մայրաքաղաքին են խփում Կիևին, այդ դեպքում ես կխփեմ Բերլինին, կխփեմ Փարիզին կամ կխփեմ Լոնդոնին։ Էսա Պուտինի ասածը։ Դրա համար երեք էլ հիշեցրեցի։ Բա որ զենքը տալիս է իր Ադրբեջանին, որ մեր դեմ կռվեր։ Այսինքն դու արդեն պատերազմի մեջ ներքաշված էիր եւ պետքա քո մայրաքաղաքին մենք հարվածեինք, հա, որ ինչի է զենքը տվե։
Իսկ հիմա Դոնալդ Տրամպի մի ուրիշ հարցում էլ խիստ ակտիվությունը, որ ուներ Իլոն Մասկի հետ կապված, միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի վարչակազմում հատուկ պետական ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։ Խոսքը կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է, այն պայքարում է արդյունավետ ծախսերի դեմ։ Իմ պաշտոնավարման ժամկետը որպես հատուկ պետական ծառայող մոտենում է ավարտին, դե վաղը ավարտվում է, շնորհակալություն նախագահին ոչ արդյունավետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար, գրել է Մասկը։ Մասկը հավելել է, որ կառավարության արդյունավետության դեպարտամենտի դոջի առաքելությունը միայն կուժեղանա։ Այսինքն, եթե դու գնում ես ու ժեղանում, հասկացանք ուզում ես մի հատ բարեկիրթ ժեստ անես, բայց եթե գտնում ես քու գնալով գործերն ավելի լավանալու, ուրեմն չպետք է էլ գայր։ Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հետ ներկայացուցիչների պալատի ընդունած ներքին քաղաքականության մասին օրինագծի շուրջ տարաձայնություններ է ունեցել, հարցազրույցում հայտարարելով, որ հիասթափված է, որ այն հանգեցնելու է դաշնային բյուջետի դեֆիցիտի մեծացման։ Իհարկե սա հենց տեսա, որ արդեն ժամկետը լրացել է 130 օրը, որ պետք է արդեն գնա, արդեն սկսում է հիմա էլ քննադատել Տրամպին, վերջերս մի հատ Եվրոպայի հետ մաքսատուրքերի հետ կապված էր, չէ, չուզեցավ այդ բեռը իր վրա վերցնի։ Անկեղծ ասած, ես հիասթափված էի, տեսնելով հսկայական ծախսերի օրինագիծը, որը մեծացնում է դեֆիցիտը, այլ ոչ թե սոսկ կրճատում, եւ խաթարում Deutsche թիմի կատարած աշխատանքը, գրել է Մասկը։ Մասկի հրապարակային հայտարարությունը հնչել է հենց այն պահին, երբ հանրապետականների օրինագիծն ուղարկվում էր Սենատ, որտեղ մի քանի սենատորներ բյուջեի դեֆիցիտը մեծացնելու համար եւս քննադատել են օրինագիծը։ Օրենսդրական փաթեթը ներառում է Տրամպի առաջնահերթություններից շատերը եւ նախագահը կոնգրեսին հորդորել է օրինագիծը հնարավորինս շուտ ուղարկել իրեն ստորագրության համար։ Մասկի կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախաձեռնությունը դաշնային միջոցները խնայելու հստակ նպատակ կրճատել է դաշնային աշխատուժն ու կառավարական ծրագրերը, ինչպես նաև չեղարկել է պայմանագրերը, սակայն այդ արդյունավետության դեպարտամենտի ջանքերը հանգեցել են դատական հայցերի տարափի եւ քննադատները պնդում են, որ կրճատումները վնասել են կենսականորեն կարևոր ծրագրերին եւ քաոս ստեղծել։ Ինքը փորձեց մեխանիկորեն ցույց տա, թե այսքան ֆիզիկական, այսքան գումար են կրճատում, տեսեք ինչ լավ ենք աշխատում, բայց այդ կրճատումների տակ, որ կարող է լինի գնաճ, որ կարող է լինի տնտեսական անկում եւ շատ դժվարություններ Միացյալ Նահանգներում, իրան դա չէր պետք, իրան ֆիզիկապես թիվ էր պետք, ցույց տա, տեսեք ինչքան խնայեցինք, այս արդյունքում ինչ խնդիրներ ունեցանք։ Հիմա արդեն վերադառնալով իր բիզնեսին, այնուամենայնիվ չի ուզում, որ այդ ցախողումները իրան վերագրվի, էլի, ուզում է ցախողումները թողի այն մարդուն, որի շնորհիվ ինքը հայտնվեց այդտեղ, այսինքն Տրամպի վերակցի։ Բայց այս ամեն ինչի մասին էինք խոսում, որ ուշ-շուտ այդ տարաձայնությունները լինելու է, կապ չունի ժամկետը լրացել է թե չէ։ Տրամպը լավ էլ հասկացավ, որ այդ ծրագիրը արդյունավետ չի։ Եթե ինքն է չհասկացավ, կողքից հասկացրեցին եւ նաեւ շատ թվեր տեսավ, արդյունքում ինչա տեղի ունեցել։ Իսկ սա շատ լուրջ հարց էր, որովհետև այդ արդյունավետության հետ կապված շատ ենք խոսել այդ մասին, որ ինքը իրան դրել էր սպիտակ տան ռևիզորի տեղը, ստերից գումար գտնենք, ընդեղից գումար գտնենք։ Բայց արդյունավետության ծրագրի մեջ մենակ այդ չի, որ դու կարողանաս անարդյունավետ ծախսերը բերես։ Մի հատ կառավարության գործունեության արդյունավետության հետ կապված ինչ ծրագիր հիմա ներկայացրեցիր։ Այսքան ամիս աշխատեցիր, հիմա գնում ես։ Այդ խնայողությունից եթե գումար հավաքվեր, ինչի վրա էր դրվելու, տնտեսության որ ոլորտն էր զարգանալու, ինչ էր արվելու, այդ ազատված աշխատատեղերի հետ կապված այդ մարդկանց ինչ էր արվելու, վերապատրաստելու էր թե չէ, ուղարկելու էր որևէ նոսր բնակեցված նահանգներ թե չէ, ինչ էր անելու արդյունքում, ինչ տեղի ունեցավ, բացի ֆիզիկական մի հատ բան, որը այդքան ցախողումների առաջ կանգնացրեց։ ԱՄՆ միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանը որոշում է կայացրել, որ նախագահ Դոնալդ Տրամպը ներմուծման վրա համաշխարհային մաքսատուրքեր սահմանելով գերազանցել է իր լիազորությունները։ Դատարանը հրամայել է արգելափակել դրանք։ Սա լուրջ հարված էր ամերիկյան առաջնորդի տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչին։ 3 դատավորներից կազմված կոլեգիայի որոշման մեջ նշվում է, որ 77 թվականի միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը, որին Տրամպը հղում էր արել մաքսատուրքերը հիմնավորելու համար, նախագահին չի տրամադրում գրեթե ողջ աշխարհի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու իրավասություն։
Մանհեթենում գտնվող դատարանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ սահմանադրությունը կոնգրեսին է վերապահում օտարերկրյա առևտուրը կարգավորելու բացառիկ լիազորություններ եւ դա չի կարող չեղարկվել նախագահի տնտեսությունը պաշտպանելու լիազորություններով։ Իհարկե որոշումը կայացնելուց րոպեներ անց Տրամպի վարչակազմը բողոքարկում է ներկայացրել, չընտրված դատավորները իրավասու չեն որոշելու, թե ինչպես է ճիշտ արձագանքել երկրում արտակարգ իրավիճակներին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քուշ Դեսային։ Այստեղ խնդիրը ինչն է, որ ես պարբերաբար մենք այս թեմայի մասին խոսել ենք, որ անկախ նրանից այո ընտրված նախագահը բավական մեծ ձայներով, բայց եթե մի բան ճիշտ չի անում, մենք դա արձագանքում ենք, կապ չունի մեր ասելուց կամ չասելուց բան պետք է փոխվի թե չէ, այդ ինչ պետք է փոխվեր։ Մենք պետք է ասենք Տրամպը պետք է լսեր ու փոխեր, հարցը դա չի, հարցը նա է դու որպես մարդ քո կարծիքը ունես թե չէ, կապ չունի ինձ հզոր ու մեծ մարդիկ ինչ որ բան են ասում, որ պահին համարեցիր, որ դու փոքր մարդ ես, դու ով ես, որ Մասկին քննադատես կամ Տրամպին, կամ կարծիք հայտնես մենակ քննադատության մասին չի խոսքը։ Հաջորդ օրը մեկ է սկսում ես ասես նախարարը, ես ով եմ նախարարին, հետո կամաց գալիս ես ասում ես գյուղապետին ասում ես ես ով եմ, որ գյուղապետին քննադատեմ։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ դրանից է սկսում։ Կարծիք ունես թե չէ, հարգում ես քո կարծիքը թե չէ, շրջապատող աշխարհը քեզ մտահոգում է թե չէ, այս աշխարհի ամենախուլ անկյունում կատարվածի համար դու քեզ պատասխանատու զգում ես թե չէ, որովհետև դու այս աշխարհի մի մասնիկն ես։ Հիմա տեսակ հաշված օրերի ընթացքում իրավիճակը ոնց փոխվեց, բայց չէ որ մարդիկ կային, որ ասում են ուրեմն իրանք չեն հասկանում, ինչ են անում։ Հարգեք ձեր կարծիքը, ով ուզում է դիմացին հետ կանգնած լինի։ Իսկ հիմա նայենք մյուս թեժկետը, որը որ նույնպես մեզ շատ հետաքրքրում է Իրանի հետ կապված, շատ ավելի շատ, քան անգամ Իրանին ու Ամերիկային։ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, սպասում է, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը կանցկացնեն բանակցությունների 6-րդ փուլը Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու համար։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կանխատեսում է լավ լուրեր։ Բնական է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս մոտ գործել, բայց եթե միջուկային համաձայնագիր կնքվի, մենք կարող ենք թույլ տալ ատոմային էներգիայի միջազգային գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին այցելել մեր միջուկային օբյեկտները, ասել է Էսլամին։ Իսկ հիմա նայենք ինչի համար դա ասեցի, որովհետև մի քանի նյութեր կա դրա հետ կապված։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հուսեյն Սալամին հայտարարել է, որ եթե Իսրայելը որևէ սխալ թույլ տա, Իրանը սիոնիստական ռեժիմին դժոխքի դուռը կհասցնի։ Իրանի այդ հրամանատարը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ Մեր մատները ձգանի վրա են, եւ մենք դարանակալ սպասում ենք արագ արձագանք տալու։ Եթե նրանք թշնամիները սխալ քայլ անեն, որպեսզի լիովին մոռանան իրենց անցյալի մասին, նախազգուշացել է գեներալ-մայոր Սալամին։ Իհարկե մենք այս մասին խոսել ենք, որ հիմա հավանականությունը փոքր է, որ Դոնալդ Տրամպը որոշում կայացնի հարվածել, որովհետև հիմա ոչ իր կարգավիճակը, ոչ էլ Իրանի այն նույնը չի, եւ այդ պարագայում հաստատ Իսրայելը առանց իր այդ քայլը չի անի, որովհետև Իսրայելը գիտի պատասխան է ստանալու, թե Ամերիկան թույլ չտա ինքը ոնց է անելու։ Եվ այս պահին Ամերիկան չի պատրաստվում Իսրայելին այդ համաձայնությունը տալ։ Եվ այսօր նոր Դոնալդ Տրամպը պարզաբանել է լրատվամիջոցներին, լրագրողներին, որ այո, իսկապես Բենյամին Նեթանյահուին այդ մասին ասել է։ Իհարկե ինչ որ ինքը Նեթանյահուին ասել էր մենք չգիտեինք, բայց դժվար չի ենթադրել, բայց ինչով ենք զբաղված, որ պետք է անպայման լսենք նոր իմանանք։ Նաև ենթադրում ենք, որ ինքը դա զսպել է Իսրայելի վարչապետին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել չխափանել Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Նման քայլ անհարկի կլինի։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վերապահում է արել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի։ Այն կարող է փոխվել մեկ հեռախոսազանգով։ Խոսելով Իրանի մասին, նա նշել է, որ այս պահին կարծում են, որ նրանք ցանկանում են գործարք կնքել, եւ եթե մենք կարողանանք գործարք կնքել, ես շատ կյանքեր կփրկեմ։ Ահա, այս սա այն էր, ինչի մասին խոսում էինք, եւ սա այն է, որ Իսրայելը փաստորեն նաև Գազայում հիմա նոր ակտիվ գործողությունների անցել, բայց դա էլ անգամ Միացյալ Նահանգներին այլևս չի հետաքրում եւ արդեն Նեթանյահուին նաև
քննադատում են հենց իր երկրի ներսում ու նաև նախկին պաշտոնյաներ բոլորին չանդրադառնամ, որտեղ դա ակնհայտ էր, որ դա այդպես լինելու էր, այսինքն եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր չի տեսնում, որ Գազայի հետ կապված տարածքը ազատելու հարցում իրան կարող է Իսրայելը օգնի եւ չի տեսնում, որ ինքը Իրանին հարվածելու համար Իսրայելի կարիք ունի, առանձնապես իրան չի կոտորելու Իսրայելի ցանկությունը կատարելու հարցում։ Իսրայելը պետք է այդ ամեն ինչը լավ գլխի ընկներ, հիմա իրան չի հաջողվելու Դոնալդ Տրամփին համոզի, որ այդ հարվածները հասցնելը անհրաժեշտ է, չի լինելու դա։ Հիմա ժամանակ է պետք դրա համար, որ տեսնեն իրավիճակը ոնց է փոխվում։ Բացի դրանից, եթե հիմա Տրամփը անգամ մտածում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը կարող է ավելի սրի, իրան պետք չի միանգամից մի քանի օջախներ ունենա կոնֆլիկտի։ Պետք է ուրեմն մտածի մյուս տեղերը դադարեցնի, տեղից էլ որ ինքը ամբողջ աշխարհի հետ կապված լարվածություն առաջացրեց, բոլորը իր դեմ դուրս եկան, անգամ բարեկամները։ Այդ պարագայում իր շահերից չի բխում, մի հատ ասե Ռուսաստանի նկատմամբ ճնշում կգործադրեն, մի հատ Իրանի նկատմամբ։ Պետք է Իրանին արդեն հանգիստ թողի կամ էլ դեպի իր կողմ քաշի։ Էլ չեմ ասում Չինաստանին առավել ևս։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատելով պաշտպանության ոլորտում Օտավայի կախվածությունն ԱՄՆ-ից հույս է հայտնել, որ իր երկիրը կկարողանա մինչև հուլիսի 1-ը միանալ եվրոպական խոշոր վերազինման ծրագրին Պատրաստություն 2030-ին։ Պաշտպանության ոլորտում կապիտալ ծախսերին ուղղվող յուրաքանչյուր դոլարից 75 ցենտը գնում է ԱՄՆ, դա խելամիտ չէ, ասել է Կանադայի վարչապետը։ Կանադան Եվրամիության հետ պաշտպանական ծրագրին մասնակցելու շուրջ բանակցություններ է վարում մարտից, երբ Քարնին ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն ինչպես տեսնում ենք, Դոնալդ Տրամփը հենց երեկ էր ասում, կվճարեց 61 միլիարդ, որպեսզի մենք քո համար գմբեթը ապահովենք, ոսկե գմբեթը, չես վճարի, դարձի 51-րդ նահանգ, իրանք ոչ վճարել են պատրաստվում, ոչ էլ 51-րդ նահանգ դառնալ, ասում են մեր անվտանգության հետ կապված, ուրեմն կհամագործակցենք եվրոպական երկրների հետ։ Մի բան, որ իրանք այս ընթացքում սերտել համագործակցում են, անգամ Ուկրաինայի հետ կապված հարցում։ Եվ սա էլ Միացյալ Նահանգների շահերից չի բխում, որ իր կտիտակ, իր հարևան երկիրը, որ այդ գործնականում ոչ մի խնդիր չկար, որ նույնիսկ եթե իր արանքում սահման էր եւ անցակետեր էր, դրանք սիմվոլիկ էր, որովհետեւ օրինապաշտ քաղաքացին Կանադայից Ամերիկա մտնելու դուրս գալու ինչ խնդիր ուներ, որևէ խնդիր չուներ, եւ ոչ օրինապաշտը երկրի ներսում էլ խնդրեմ ունի։ Ուզում ենք ասենք, որ այս պարագայում այդքան սերտ համագործակցության պարագայում, որ իրանք լավ էլ իրանց նենց փոքր եղբայր էին զգում Ամերիկայի համար, այսօրվա դրությամբ իրանք ամեն ինչի հարցում հակառակվում են Ամերիկային։ Ավելի լավ հարաբերություն Կանադայի հետ, այդ երբ պետք է ունենայիք, որ դրանից ավելին էիք ուզում, որ հիմա այդ մարդուն կտիտակ հակառակորդ սարքի։ Իսկ հիմա նայենք Հայաստանում ինչ է կատարվում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ երասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ միտված կոնկրետ արդյունքների ապահովման ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։ Հայաստանի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, այսպես է Արարատ Միրզոյանը համարում, իրական հնարավորություն կա, այսինքն նորմալ բանակցել ենք, եւ այդ ճանապարհին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։ Հիմա այդ որ խաղաղության հետ կապված համաձայնություն ձեռք բերված է, ում որ տեսնում է մերոնք ասում են հույս են հայտնում, որ լավ է ալնելու։ Այն դեպքում, երբ որ դա կախված է Ադրբեջանից, Ադրբեջանն է մերժում, որ անընդհատ մենք հույս ենք հայտնում, լավատեսական բաներ ենք ասում, դրանից ինչ է փոխվում։ Եթե մենք արդեն համաձայնվել ենք, վերջի երկու կետն է զիջումների են գնացել, ասել ենք մենակ թե համաձայնում ենք ամբողջական փաթեթին։ Համաձայնվել ենք, հիմա Արարատ Միրզոյանը սա է ասում, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասում է, հիմա մեր դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի հետ խոսում ենք, որպեսզի համոզեն գան ստորագրեն։ Եղբայր, իսկ իրանք ինչով են այդ ժամանակ զբաղված։ Իրանք ուզում են ստորագրեն։
Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova Բաքվում Քաթարի արտաքին գործերի պետական նախարարի հետ հանդիպմանը քննարկել են անցյալի հակամարտության, ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական եւ շինարարական աշխատանքների ականային սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին։ Խոսելով այդ խոչընդոտների ու մարտահրավերի մասին, որոնց բախվում է տարածաշրջանում խաղաղության կառուցման գործընթացը, նախարար Բայրամովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի սահմանադրությունը եւ մի շարք օրենսդրական ակտեր դեռևս պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ասում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։ Հիմա այդ լավատեսականը, որ կարդացինք ամերիկացիների հետ որ խոսում էր, հիմա այդ լավատեսականը, լավատեսական է, լավա նորմալ է ամեն ինչ։ Գոհեք դուք այդ ընթացքից, որը որ գնում է։ Իսկ հիմա Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. Մայիսի 29-ի ժամը գիշերը 1:01:15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավառ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումով։ Իդեպ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն էլ այսօր ազգային ժողովում ասեց, որ ադրբեջանցիներին դիմել ենք, որ իրանք պարզաբանում տան, իրանք էլ ասել են մենք չենք կրակել։ Վերջ։ Իրանք չեն ընդունում, որ իրանք են կրակել։ Լավ, իրանք չեն կրակել, ինչ անենք հիմա։ Համարենք նորմալ է, որ իրանք որորդ անգամ կրակեն ու ասեն չենք ընդունում։ Հիմա այդ լարվածությունը, որ առաջանում է, դա նորմալ է, բայց հիմա տեսեք, նաև լարվածության հետ կապված մի բան է կարդամ, որտեղ սրա հետ կապված էլ պարզաբանելու բան կա։ ԱԺ ՔՊԱ-ական պատգամավոր Արմեն Խաչատյանը անդառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի Խոզնավառ բնակավայրի ուղղությամբ կրակոցներին ասել է. Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է, եւ իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստություն է բոլոր գյուղացիներին։ Այսինքն Ադրբեջանը նման նպատակ ունի, խաղաղություն չի ուզում, ուզում է անհանգստացնի մեզ։ Էս են Ադրբեջանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է հանգիստ մնացեք, պատերազմ չի լինելու, խաղաղություն ալնելու։ Սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է։ Ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը, որտեղից են եկել, ուղիղ նշանառությամբ են եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում։ Քրեական գործերի քննությունից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեն։ Հիմա հարց է տալիս լրագրողը. ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ էսկալացիայի վտանգ կա, նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարն է նման բան ասել, իսկ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ նման բան չկա, ինչու են այսքան տարբեր տեսակետները, Խաչատրյանն ասել է. Բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է այն, ինչը որ կա, եւ դրա համար պատասխան է տալիս, իսկ որևէ գերտերության հայտարարություն կամ այլ բան չես կարող ասել, ինչ հիմքեր ունի։ Հարցին, եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել, պատգամավորն արձագանքել է. Դե իհարկե կգնա էսկալացիա եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որով էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ։ Հիմա ես ասեմ ինչի համար երկուսն էլ կարդացի, որ պատկերացնենք։ Այսինքն, եթե մենք պատասխան կրակենք, դա կհանգեցնի էսկալացիային, դրա համար չենք կրակում։ Հիմա ամեն անգամ, երբ Ադրբեջանն ասել է, որ Հայաստանից կրակել են, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել եւ հերքել է։ Հայաստանի կողմից չեն կրակել։ Ադրբեջանցիք ապատեղեկատվություն են տարածում։ Եկեք մենք հիմա միասին քննենք, քանի անգամ ասել ենք միասին քննենք։ Եղել է մի դեպք, որ այս վերջի շրջանում, այս ակտիվության շրջանում, գոնե մի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանի, որ կարող է ինչ-որ մեկը մեր կողմից կրակացել կամ անկանոն, կամ սխալվել է, կամ պատահական է, կամ եթե չէ Ադրբեջանի պրովոկացիայի վրա խաբվել է ինքն էլ է կրակել։ Ոչ մի անգամ նման բան չի ասվել։
Բայց երբ որ դուք դնում եք համատեղ իրար հետ ուսումնասիրում եք եւ իրար հետ ինֆորմացիա եք փոխանակում, թե ինչ է տեղի ունեցել այս վերջի շրջանում, եւ այդ արդյունքում դուք խոստովանում եք, որ մի քանի անգամ եղել է, որ Հայաստանը կրակել է, դուք պատկերացնում եք մեր ժողովրդի վիճակը, դուք մինչեւ այսօր չեք խոստովանում, որ Հայաստանից կրակել է, բայց դուք հայտարարում եք ազգային ժողովի անպաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահն ասում է, այո, եթե մենք կրակենք, դա կլինի էսկալացիա, լարվածության վտանգը մեղավորը մենք կլինենք, բայց դուք կրակել եք, ամեն անգամ երբ որ դուք հերքումը տալիս եք, ամեն անգամ ես բարեխղճորեն այդ հերքումը կարդում եմ, չեմ ուզում ասեմ իմ անձնական ինֆորմացիան, որ տղեկ էսի չեք անում, որտեղ նպատակը հոնա չի ձեզ սխալ հանելը, ասում ենք լավ դուք ասում եք, կարողացեք գոնե ձեր սուտը անցկացնեք թշնամու հետ, հետո դնում եք թշնամու հետ փաստաթղթեր ու ինֆորմացիա եք տարածում, բան փոխանակում, հետո դուք ձեր սուտը հակառակորդի հետ ընդունում եք, բայց հայ ժողովրդին այդ մասին չեք ասում, Այն մարդիկ էլ լարված ասում են ժողովուրդ, մենք մեզ խելոք ենք պահում Ադրբեջանը կրակում, այս ինչ հաշիվ է։ Բա ասեք, որ դուք էլ եք կրակել պատահական եւ Ադրբեջանն է պատասխան կրակել է։ Բայց գալիս եք ասում եք, որ քանի որ արցախցիները այստեղ ընտրություն արեցին, չնայած այդ ընտրությունը պետք է չանեն, դրա մասին չի խոսքը։ Ամենասկզբից եմ եւ ասել, որ իրանք պետք է գնային որևէ եվրոպական քաղաք, պայմանականորեն Շվեյցարիա գնային, մեր երկու աշխատող պայելը մի բարդ բան չի, գնային արտագնա կառավարություն ստեղծեին, ամեն ինչ անեին, նաեւ ինտեգրվեին եվրոպական ընտանիքին, իրանք հայտարարություններով, բանով մասնակցեն։ Դա միշտ խոսել ենք, բայց հարցը դա չի։ Ուզում եմ ցույց տան հիմա ասում այ դուք տենց արեցիք Ադրբեջանը պատասխան քայլեր է մեր դեմ անում ու այդ կրակոցներն էլ նրա համար է որ ներսում Ադրբեջանի դեմ քայլեր է արվում հետո մեկ է դուք խոստովանում եք Ադրբեջանին որ դուք կրակել եք իրանք էլ պատասխանել են այսինքն ստացվում է դուք եք սադրել ոչ թե իրանք եթե դա այդպես չի կանգնեք ասեք ճիշտ չի դա տենց բան չկա փոխադարձ իրար հետ ստուգել ենք ոչ մի անգամ Հայաստանը չի կրակել Գիտեք չէ որ կրակել է դուք արդեն թշնամին արդեն գիտի Բայց դուք իրան հաստատում եք մեզ ասում հերքում Բա մարդիկ որտեղից իմանան այդ պատասխանը Մենք էլ չենք ուզում պաշտոնական հաղորդագրությունը հերքենք Բայց դուք եք հերքում երբ որ հետը գնում եք ճշտում եք ու խոստովանում եք որ դա իսկապես եղել Լավ պատահականություն է եղել Ընդունել եք այդ պատահականությունը եղել է Կանգնեք ասեք ժողովուրդ ջան հա ստուգեցինք տեսանք պատահականություն է եղել Չնայած զգուշացրել եք այսինքն կամ դուք չեք տիրապետում սահմանում ինչա կատարում կամ դուք եք սադրում որպեսզի պատասխան սադրանք ստանաք դրա արդյունքում էլ փորձեք ժողովրդին ասեք այ տեսեք իրավիճակը ոնց է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան այլևս չի ուզում հակամարտություն տեսնել հարավային Կովկասում, այլ խաղաղություն եւ հանգստություն է ուզում տեսնել։ Այսինքն այն ժամանակ հակամարտություն ուզում էր տեսնել, մարդիկ լավ էլ խոստովանում են։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը միջև խաղաղությունը հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին, նաեւ անհրաժեշտ ներդրում ենք կատարում։ Թուրքիան անհրաժեշտ ներդրում է կատարում այդ խաղաղության գործընթացին։ Հասանելի խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի եւ մեր երկրի համար։ Էրդողանն անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային, այս անգամ այն անվանելով Զանգեզուրի անցում։ Զանգեզուրի անցումն Ադրբեջանի համար ոչ միայն Նախիջևանի հետ ցամաքային կապ է, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը Թուրքիայի միջոցով ձգվում է դեպի թուրքական աշխարհ։ Կարճ ժամանակում այս անցուղու բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այդ քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, հանգստությանը եւ զարգացմանը։ Այսինքն ինչա ստացվում։ Անունը դե մենք միշտ ասում ենք, այդ անունը սիմվոլիկ բան է, միջանցքի ինչ ուզում ես դիր։ Ինչ է այսօր համաձայն Ադրբեջանը։ Նույնիսկ Հայաստանն ասում է, պատրաստ ենք անխոչնդոտ ճանապարհ տանք, սկաներներով ստուգենք, սկի բեռը չկանգնացնես, գաս ու արագ անցնես, ժամանակը չկորցնես, Ադրբեջանը դեմ է դրան։ Բա ինչ է ինքը ուզում, եթե դրան դեմ է։ Ավելին ինչ է ուզում։ Իսկ հիմա Թուրքիան ինչ է ասում, միջանցք բառը դուրները չի գալիս, բերեք
ուրիշ անուն դնենք դրա անունը դնենք, անցում թե ինչ, անցում դնենք անունը, բայց գործնականում մենք ստանանք այդ տարածքը, որ առանց որևէ խնդրի գան ու ընդդեղից թուրքական պետությունները գան ու դեռ ճանապարհով տրանզիտ Հայաստանի ճանապարհով շարունակեն գնան։ Այս է խնդիրը, որ մենք գիտենք, որ վաղը մյուս օրը այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանին ասել են խաղաղություն ես ուզում, արի դե սրան համաձայնի։ Սա է, որ եթե անունը ձեր մոտ ինչ որ խնդիր է առաջացնում, ասոցիացիա, որ մենք տարածքային պահանջ ունենք, եթե միջանցք ենք ասում, միջանցք չենք ասի, անցում կասենք։ Բայց դա էս բան է փոխում։ Դա է հարցը, որ դրա համար Ադրբեջանը համառորեն կպած ուզում է, որ Ռուսաստանը վերահսկի, որտեղ գիտի, որ Ռուսաստանի ձեռքից հետագայում ֆիզիկապես տարածքը կարող է վերցնի։ Մենք տեսել ենք ոնց է Ռուսաստանը հանձնել Արցախը, տեսել ենք ոնց է Ռուսաստանը թեկուզ մեր սահմանին հետ քաշվել եւ այդ տարածքները տվել Ադրբեջանին։ Դրա համար այդ հարցը համառորեն շարունակվում է մնալ օրակարգային հարց։ Կներեք Մի հարցել այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ ասել։ Ես ես պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանանոց են։ Մարդը մտնում է եկեղեցի աղոթելու համար, բայց նայում է 4 կողմը աղբանոց, մեկի կոշիկները, մեկի մահճակալը, ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ոնց կարելի է խոսել սրբության մասին լինելով այսքան արտասուրբ։ Հիմա խնդիրը որն է։ Այն որ մեր եկեղեցին իհարկե եկեղեցու ղեկավարությանը շատ սխալներ է անում, այդ նորություն չի մշտապես այդ մասին խոսել ենք, սկսած նրանից, որ ինքը մեր կյանքին կարող էր արբիտրի ֆունկցիա կատարեր բոլոր կողմերի հետ կապված իր հեղինակավոր կարծիքով եւ բոլորը լսեին, որտեղ դա քաղաքական կարծիք չի, վերքաղաքական կարծիք է, բայց քանի որ մեր եկեղեցին նաեւ այն ժամանակ ուղղակի ուղիղ նշանակվել են, հենց հոկտեմբերի 27 օրն էլ ընտրությունն եղավ եւ Գարեգին II-ին ուղիղ նշանակվեց կաթողիկոս եւ դարձավ աշխարհիկ իշխանության ենթակա, մինչեւ հիմա իրանք այդ մտքի հետ չեն հաշտվում, որտեղ մեծ լիազորություններ ունեին պետական կառավարման մեջ եւ դրա համար էլ իշխանություններին ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ երբեք չեն քննադատել, բայց խիստ ձևով էս իշխանության դեմ են դուրս գալ, դա էլ քիչ է, մի հատ էլ ընդդիմության հանրահավաքներին մասնակցում եւ այլ եւ այլ։ Այսինքն այդ բոլորը խոսել ենք, մի անգամ չի որ ասել ենք, բայց այս ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը, սա ուղղակի խայտարակություն է։ Նախ այս մարդը 7 տարի աշխատելով պալատում քնելով պալատում կեցավայրում, պետական կեցավայրում, գնում է շփվում աշխարհի մարդկանց հետ, թագավորներ, նախագահներ, վարչապետեր եւ այլ, 7 տարում ոչ այս մարդու վարքը փոխվեց, ոչ լեքսիկոնը փոխվեց, որպեսի պատկերավոր ինքը խոսա մետլախը, էսը, արմատուրեն, չգիտես ինչը, ինչ որ մտան որ ավելի տպավորիչ լինի, չունի այդ մարդը հաճելու հնարավորություն ժողովուրդ ջան, 7 տարի գնացեք ցանկացած աղբամանի կողքից, ցանկացած ոսկեղենիկ հայերենով ասած բոմժի վերցրեք, տարեք 7 տարի պալատում նստացրեք, ասեք շփվի, 7 տարի գնա պալատում քնի եւ գնա աշխարհում շփվի, այդ մարդը իր վարքականոնով հենց իրան կպայի կասես, սա ինձ լավ տեխնացու չունենք։ Այս մարդը աճ չունի, ինքը չունի, ժողովուրդ ջան, չկա այդ են նյութից չէ այս մարդը սարկած։ Սա խայտարակությունը սա է։ Կամ մեկը հարցնի, օրինակ տարվա մեջ ոնց ուզում ալ ինչքան է զբաղված ելնեմ, տասնյակ անգամներ եկեղեցի են գնում տարբեր առիթներով ու առանց առիթ։ Դա լինի Երևանում, դա լինի Էջմիածին, դա լինի հանրապետության տարբեր բնակավայրերում։ Ես մի անգամ տենց բան չեմ տեսել ոչ մի եկեղեցու։ Քննադատելու բան ունես, որակական գաղափարական քննադատության ասա։ Ես ուզում եմ իմանամ որտեղ է ինքը այս կաֆելն ու մետլախն ու ժանգոտ արմատուրեն տեսել։ Կարող է մի հատ ասի որտեղ է, մի հատ գնանք տեղում նայենք։ Եթե տենց ընդհանրական գնահատական է տալիս, ոչ թե հասցեական ասես, գիտես ինչ, գնացենք էս ինչ տեղ է, այդ ինչ էր կատարում ժողովուրդ ջան, ոնց կարելի է տենց բան լինի։ Այս ամեն ինչը ինչի համար էր ասվում։ Ասում էր մի բան, որ Չուլանանոց է դարձած հայ առաքելական եկեղեցու, բոլոր եկեղեցիները համատարած, որտեղ ընդհանրական գնահատական է, մի բանի համար, որտեղ մեր եկեղեցիները Ադրբեջանը վերացնում է, Հայաստանի ծտունը դուրս չի գալի, որպեսզի
ոնց իրանք կարան Ալիևին բան ասեն, որպեսի իրանք արդարացնեն, թե Ալիևն ինչ է անում։ Իրանք ասում են հայ առաքելական եկեղեցին Հայաստանի տարածքում, որ գործում է իր տարածքն է, մեր հայրենիքն է։ Դա այդ եկեղեցի չի, Չուլանանոց է։ Որպեսի Ադրբեջանն էլ անմիջապես արձագանքի ասի, բայց չհասկացանք, բա մեզ ասում եք չի եք ավերում, չենք ավերում, այդ ձեր հայկական չուլանները պահում ենք, ինչ անենք, քանդում ենք ճանապարհ ենք սարքում, քանդում ենք մշակույթի օբյեկտ ենք սարքում, բա ինչ եք ուզում, մենք զարգացած երկիր սարքելու փոխարեն ձեր չուլանները պետք է պահենք։ Այսինքն դու արդեն անունը դրել ես, որ այն ինչ որ Ադրբեջանը վերացնում է, դա ոչ մի արժեք Իրանից չի ներկայացնում, դա աղբանոց է։ Ինչի ես դա անում, որպեսի արդարացնես, թե ինչ է անում Ալիևը, այդ ինչ մի զարմանալու բան է, բարդ բան էր, հա, չգիտեիր, որ դա ասեիր հակադարձելու է, ես չեմ ուզում շատ խորանամ դրա մեջ, որտև են մյուս կողմն էլ հակադարձում է, ու այս պարագայում երկու կողմն իրար արժեն, այնպես չի, որ հանկարծ ես կարող եմ նրանց ասածները պաշտպանեմ, ես իմ տեսակետն եմ հայտնում, լավա դուք գիտեք, ես իմ կարծիքն եմ ասում, անկախ նայից ում հետ կբռնի։ Իմ ասածը սա է, դա մի նպատակ ուներ, հաստատ իմանալով, որ տենց բան կարող ասեն մի տարի գնանք կոնկրետ ցույց տուր, որտեղ ես տեսել նման բան, որտեղ, որ եկեղեցում, Երևանյան, որտեղ, ասա, Մուղնի ելնի, Հաղպատ ելնի, Սանահին ելնի, չգիտես որտեղ ասես, մի չեմ ուզում բոլորը հիշեմ, որտեղ որ ասենք Սևանում գնաս, որ ես տենց բան ոչ միտեղ չեմ տեսել, Ժողովուրդ ջան, այս մարդը ուր է, դու որ գնում ես եկեղեցի, ինչ գործ ունես պահեստներն ու չուլանները քանդես։ Որտեղ ես դու դա տեսել։ Այսա է վիրավորական, հասկանում եք, որ մարդ, որը որ նստած է հետաթոռին, նրա բառապաշարը բան չի փոխվում, Ժողովուրդ ջան, ոչինչ չի ավելանում։ Այս մարդն ասում է մեր երկրում կադրերի գրագիտության պակաս կա։ Գրագի այդ կադրը իրան արժանապատվությունը վիրավորած է համարում, որ պետք է դու ղեկավարես այս երկիրը եւ ինքը կա քո ձեռի տակ աշխատի։ Ուրեմն շատ է կամ իրան ասենք դա ստիպում, որ ինքը Վացելի ինչ-որ մի բան իր մեջ կոտրի, որ գա քու ձեռի տակ, քու ենթակայության տակ աշխատի։ Ուրեմն այդ մարդը իսկապես կարիք ունի, դե մի ինչ արած, տենց էլ է պատահում։ Բայց չգիտես ինչն է պատճառը, Հայաստանում կադր չկա, եթե սենց վարչապետի կադր կա։ Այս մակարդակով մենք ոչ մի բնակավարում, այտենց խոսույթով, այտենց ղեկավար մենք չունենք։ Ուղղակի չկա, գոյություն չունի։ Ու դրա համար նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում անգամ լուրջ էլ չի ասենք իր բառապաշարը լավը չի, ինքը պաշար չունի, Ժողովուրդ ջան, այդ րոպեին ուղեղը ինչ եկա մի բան ասում է, ու իրան թվում է, եթե ինքը տենց շատ նես պատկերավոր ներկայացեց, իր խոսքը ավելի արժեքավոր է դառնում, խոսքը արժեքավոր դառնալու համար աշխարհի մեծերից օրինակ են բերում, աֆորիզմ են ասում, թևավոր խոսք են ասում, խոսքը արժեքավոր են դարձնում, որ մետլախից ու չգիտես ինչից խոսաս, արմատուրից խոսաս, այտենց արժեքավոր դառավ։ Այդ ոնց որ չհարգես այդ գերբի տակ ու այդ դրոշի տակ նստած այդ կառույցը, որտեղ նստած ես, թյուրիմացաբար։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։